Բնորոշում այն իրավիճակին, որը այսօր տիրում է։ Թուրք ադրբեջանական դրածո իշխանությունը փորձում է Հայաստանում կոտրի, Սասանի հայկականությունը պահող վերջին հենասյունը կռվի է բռնվել, մարտի է դուրս եկել, պատերազմ է հայտարարել հայ առաքելական եկեղեցուն եւ այսօր կեսօրին դուք ինքներդ տեսաք, թե ինչպես սովորական ժողովուրդը հոգեվորականների հետ ուսուսի թույլ չտվեց, որպեսզի հրաման ստացած ուժայինները, ես ուժայիններն էլ, գիտեք, տեսեք, ես տեսել եմ լացող ուժայիններ, ես տեսել եմ իրենց գործը թերի փորձող կատարող ուժայիններ, որոնք հասկանում են, որ իրենք մտել են սրբություն սրբոց, իրենց հրաման են տվել մտնել սրբություն սրբոց եւ իրենք հասկանում են, որ դա շատ վատ բան է։ Եվ սովորական ժողովուրդը հոգեվորականների հետ կողք կողքի կանգնած թույլ չտվեցին, որպեսզի սրբազանին կարողանան վայրենավարի, բռի կերպով, որպեսզի հոգեկան հիվանդը բավականություն ստանա, որպեսզի հոգեկան հիվանդի հոգին հերթական անգամ փառավորվի։ Թույլ չտվեց ժողովուրդը, թույլ չտվեցին հոգեվորականները։ Ուսուսի կանգնած կրկնում եմ, եւ գուցե հենց դա մի ինչ-որ տեսակի նոր հաղորդագրություն է բոլորիս, բոլոր հայերին, ամբողջ հայ ժողովրդին, ամբողջ Հայաստանին, որ եթե մենք ուզենք ու կանգնենք մեկ անգամ, կանգնենք վճռական, տեսեք սրբազան հայրը, այն թափթփուկներ կան, չէ, գրում են պահկվում էր ժողովրդի թիկունքում, պահկվում էր մայրատորի թիկունքում, ժողովուրդը ցույց տվեց, որ կարող է պաշտպանի իր եկեղեցին, հետո սրբազանը դուրս եկավ եւ ասաց, ես ոտքով գալիս եմ, որովհետեւ ես օրինախախտ չեմ։ Ես ինչ ասել եմ, բոլոր ասածներից տերն եմ։ 1 տարի ու կես առաջ տված հարցազրույցի հիման վրա գործ հարուցել, այդ նշանակում է, որ 1 տարվա ընթացքում կամ իրավապահները լավ չեն աշխատել, կամ սա քաղաքական պատվեր է։ Իհարկե բոլորս կարծում եմ վստահ ենք, որ սա քաղաքական պատվեր է, որի հանգուցալուծումը ամենայն հավանականությամբ լինելու է երկրի գերագույն գլխավոր դավաճանի վախճան։ Հենց նոր քաղաքական նոր լուծում է տրվել իրավիճակին, Հայաստան դաշինքից Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ իրենք 28 ստորագրություն դրեցին իմպիչմենտի նոր գործընթացով, օրինակ Միքայել Աջապահյանի թեկնածություն առաջադրելու թղթի տակ։ Ինչ կասեք այս մասով, մինչ այդ էլ պատիվ ունեմը փաստորեն առաջադրել էր եւ Հանրապետական կուսակցությունը աջակցեց Դավիթ Սահմբարձումյանի թեկնածությանը։ Սա նշանակում է, որ քաղաքական կոնսոլիդացիա կստեղծվի հենց Աջապահյանի շուրջ։ Ես կարծում եմ, այստեղ նաեւ պետք է Սրբազանի կարծիքը անպայման հարցնել եւ եթե Սրբազանը համաձայնվի, ես չեմ կասկածում, որ ընդդիմադիր կոնսոլիդացիա այդ դեպքում կլինի եւ այո, երկրում կձևավորվի նոր քաղաքական օրակարգ, բայց կարծում եմ պետք է մի քիչ էլ սպասել եւ հուսանք, որ այդպես կլինի։ Փաշինյանը բավարարված չէ իրավիճակից եւ մենք այսօր տեսել ենք իմ գործընկերը մի քանի կադրում ֆիքսել է արտասվող ԱԾԵ-ականների։ Նրանք թաքցնում են իրենց աչքերը, որպեսզի չնկատենք արդյունքները։ Սա նշանակում է, որ ուժայինը այդուհանդերձ չի գնում հանձնարարությունը կատարելու։ Տեսեք, պայի դրությամբ, այո, իր իշխանությունը ուժայինների շրջանում Փաշինյանը այսպես ձևակերպում է։ Րոպեն 1 արագությամբ գրվող ստատուսները խոսում են նրա մասին, որ կառավարական ամառանոցներում հիստերիա է տիրում, որովհետև իրենք չէին սպասում, որ ինչ էր ուզում տեսներ հոգեկան հիվանդը, ուզում էր տեսներ, որ սրբազանին, չգիտեմ, բերման են ենթարկում, գուցե եւ արյունալի տեսարաններ, բայց այսօր դա տեղի չունեցավ եւ եթե դուք ուշադիր լինեք, հիմա այստեղ կանգնած հարյուրավոր ոստիկանների դեմքին չի նկատվում այն ագրեսիան, որը կար գուցե նախկինում, որովհետեւ իրենք էլ են մարդ, իրենք էլ են հայ ու իրենք էլ հասկանում են, որ տեղի է ունենում վատագույն բաներից մեկը, որը կարող է տեղի ունենալ հայի ու հայկականության հետ։ Այնպես որ րոպե 1 Դա իշխանական բուրգը թե ոչ։ Նաև վախի մասին է խոսում Արսեն Թորոսյանի րոպեն 1 գրած ստատուսները, ինչ որ անիմաստ գրեհիկ բաների մասին, աթեիստ Արսենի։ Դե այդ մարդիկ պատանդ են,
եւ կատարում են այն ամեն ինչը, ինչ իրենց հրահանգում են կամ WhatsApp-ով ստանում են, այնպես որ րոպե 1 գրված ստատուսները խոսում են նրանց մասին, որ իրենք տեսնում են ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության ընդդիմանալը այս process-ին, իրենք զգում են այդ ամեն ինչը։ Վերջը տեսեք գժի Facebook-յան էջի լայքերի քանակի կտրուկ նվազումը եւ շեյրերի քանակի, այո, կտրուկ նվազումը, դա խոսում է նրա մասին, որ այն բառապաշարը, այն հռետորաբանությունը, այն լկտի ու ղեկավարին ոչ հարիշ լեքսիկոնը, որով նա փորձում է հարաբերվել 1700 տարուց ավել հայկականությունը, Հայաստանի մշակույթը, պատմությունը, լեզուն պահող կառույցի հետ, ժողովուրդը դա չի ընդունում եւ ժողովուրդը դա մերժում է։ Ինքը այսօր մարդը թե ոչ, քաղաքացին պիտի մտնի տուն եւ իրան կողմում քնի, թե մնա դրսում ու պայքարը նոր որակ ստանա։ Ես կարծում եմ, որ քաղաքացիները հիմա կանգնած են շատ կարևոր վերլուծության առջև։ Եթե նույնիսկ այսօր այստեղ հավաքված քաղաքացիները Իդեպ նրանց թիվը ձեզ համար բավարար է, արդյոք կարծում եք, որ այս իրավիճակում այսքան քաղաքացի կհավաքվի։ Ես կարծում եմ, որ եթե Սրբազան հայրը փորձում է իրավիճակը չլարել, դուք ինքներդ տեսաք, որ իր գալ ու ներկայանալը քննչական կոմիտե հենց խոսում է նրա մասին, որ առավոտյան ժողովուրդը եւ հոգեվոր հայրերը ցույց տվեցին, որ կարող են պաշտպանել Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, որ կարող են պաշտպանել եւ թույլ չտալ բռի կերպով բերման ենթարկել Սրբազան հորը եւ իր ներկայանալը նաեւ խոսում է նրա մասին, որ ինքը օրենքից էլ չի խուսափում եւ չի փախչում, ինչպես փորձում էին լկտիավարի ներկայացնել ուսապարկերից շատերը։ Հիմա ժողովրդի մենք պիտի հասկանանք, որ Մայրաթորը իմաստուն է, Մայրաթորը գիտակցում է պայի լրջությունը եւ ես մեծ հույս ունեմ, որ այսօրը, երբ որ թուրքը չի կարողացել մտնել Մայրաթոր, փորձում էին մեր ուժայիններին, կներեք այս արտահայտությանս համար, փչացնեին հրահանգ տալով, տղեկը մաքսիմալ իրենց փորձել են կոռեկտ պահել եւ չեն արել այնպիսի բաներ, որ չգիտեմ, գուցե հիմա չկարողանային գլուխները մի քիչ ցածր է, տեսնում եք իրենց գլուխները, էլի, բայց չկարողացան, դա այդ տեսարանը չտեսավ գիժը, դրա համար էլ հիմա րոպե 1 ստատուսներ է գրում։ Ես վստահ եմ, որ հոգևոր հայրը Սրբազանը օրինակ դեռ ոդին չեն դիմել։ Չի դիմել։ Ես երեք երեկոյան Սրբազանի հետ խոսել եմ, հարցրել եմ ինչ ես կարծում, ինչ ես մտածում, ինչ է պետք անել։ Ինքը անընդհատ հանդարտության ու հանգստության կոչ էր անում եւ ինքը այսօր էլ Շիրակի թեմին իր հոտին չի դիմել, որպեսզի իրավիճակը չլարի։ Այստեղ հավաքված իմ գյումրեցի ընկերները, Շիրակի մարզից եկած մարդիկ եկել են ինքնակամ, սեփական կամքով եւ ոչ մեկ իրենց չի ուղղորդել ու չի բերել։ Ես կարծում եմ, որ եթե ինչ որ մի պահի հնչի կոչ, այդ կոչին արձագանքելու է ամբողջ Հայաստանը։ Եթե հնչի կոչ, Սյուզի ջան, զանգերը կհնչեն, ես վստահ եմ կհնչեն այնպես, երբ որ պետք լինի, երբ որ հնչի ամենակարևոր կոչը։ Հիմա այս պահին պետք է սպասել, տեսնել, չնայած կանխատեսել է, մենք գիտենք ինչ է այստեղ տեղի ունենալու, բայց ես ներքին զգացողություն ունեմ, որ որոշակի քննարկումներ էլ հիմա տեղի են ունենում Մայրաթորում, սպասենք որդիաբար եւ տեսնենք ինչ է տեղի ունենալու։